Սա Նախիջևանի մասին հանրագիտարան է, որն ամբողջացնում է հայերի հայրենիքի այդ մի կտոր հողի վերաբերյալ ամեն ինչ, սկսած ժայռապատկերներից մինչև եկեղեցիներ ու գյուղեր։ Արգամ Այվազյանի Նախիջևանի հայկական նյութական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը գիրքը, այսպես են գնահատում մասնագետները։ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Նախիջևանի հայկական նյութական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը ստվարածավալ եռալեզու աշխատության շնորհանդեսը։ Նախիջևանում ոչնչացվել են 28,000 հայկական հուշարձաններ։ Նախիջևանում այլևս չեն բնակվում հայեր։ Իդեպ հիմնականը, ինչպես հայտնի է, այդ ամենը իրականացվել է 1950-88 թվականներին։ Եվ դերևս Ադրբեջանի հետ մենք գոյատևում էինք մի պետության սահմաններում։ Լինելով նախիջևանցի, Արգամ Այվազյանը դեռ նախորդ դարի կեսերից փաստահավաք առաքելություն է կատարել իր ծննդավայրում, որը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով բռնակցվել էր Ադրբեջանին։ 1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկիր իրենց իսկ կողմից ինքնավար ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ Ադրբեջանին։ 1921 թվականին Մարտի 16-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրով երրորդ կետի համաձայն Թուրքիան զիջեց Նախիջևանը Ադրբեջանին պայմանով, որ Ադրբեջանը երրորդ կողմի զիջելու իրավունք չունի, մենք գոնե մեր թշնամուց այդքան բան չսովորեցինք, որ լուրջ չընդունվեց այն ժամանակ 21 թվականին, մանավանդ ռուսական բոլշևիկյան կողմը ասում էր, որ ինչ տարբերություն, Նախիջևանը կլինի Խորհրդային Ռուսաստանի իսկողության ներքո, կարևոր չէ Ադրբեջանին կպատկանի թե Հայաստանին եւ բնականաբար մենք դուժեցինք, բայց տեսեք, որ այն ժամանակ Մուստաֆա Քեմալը իր հուշերում գրել է, որ հետո կհասկանաք, թե ինչ տեղ ունեցավ 1921 թվականի Մոսկվայում, երբ որ այդ փոքրիկ ելուստով Նախիջևանը ընդհանուր սահման ունեցավ Թուրքիայի հետ, Սուրմալուի գավառի հետ միասին, որը անցավ թուրքերին, եւ երբ որ մի օր կանկախանա Նախիջևանը, դուք նոր կհասկանաք Ադրբեջանը, կհասկանաք, թե Նախիջևանի դերը ինչքան կարևոր էր այդ պանթուրքիստական ծրագրերում։ Ուշադրություն դարձրեք, Քեմալ Աթաթուրքը պայման է դրել, որ Թուրքիան Նախիջևանը հանձնում է Ադրբեջանին մի պայմանով, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում այն չի հանձնելու մի երրորդ պետության։ Պատմությունը կրկնվում է։ 2021-ին Նախիջևանը բռնակցվեց Ադրբեջանին, 2023-ին Արցախը, հիմա Սյունիքի հերթն է։ Մենք այդքան խելք չունեցանք, որ գոնե այդ տրիպը ստորագրելուց առաջ նույն վերապահումն անեինք նաև ինքներս։ Եվ զարմանալ է, թե ինչու 74% մասնաբաժին է տրվում Միացյալ Նահանգներին, ինչի համար։ Լավ տրվել է, մեծ երկիր է, ճնշել է, տարբերակ չունենք, խաղաղության խնդիր էր, բայց ինչու մենք վերապահման իրավունք գոնե չունեցանք, որ այդ 26%-ը, որ մեզ է մնացել խղճուկ, պայման դրվել, որ եթե մյուս կողմը փորձի վաճառել իր մասնաբաժին այսպես կոչված, մենք պետք է վետոյի իրավունք ունենանք, չունենք այդ վետոյի իրավունք։ Դրա համար է Նախիջևանի խնդիրը այսօր շատ կարևոր է եւ շատ տեղին է այս գրքի շնորհանդեսը։ Նախիջևանն Ադրբեջանին բռնակցելուց հետո ոչնչացվեցին 219 եկեղեցիները եւ Ջուղայի միջնադարյան խաչքարերի գերեզմանոցը։ Ռուբեն Միրզախանյանը պատմեց, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆադեյ Սարգսյանը եւ Երևանի կոնյակի գործարանի տնօրենը գաղտնի կերպով Նախիջևանից մեկ բեռնատար խաչքար են տեղափոխել Հայաստան։ Խաչքարերը բեռնատարի մեջ են դրել խորհրդային զինվորները։ Խաչքարերից մեկը մինչև վերջին շրջանը կարելի է տեսնել մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Բաքվում, կա խաչքարը հաստատ Երևանի կոնյակի գործարանում։ Գիտեմ, որ խաչքարներից մեկը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, Էրմիտաժում, եւ ինչպես նաեւ Հայաստանի պատմության բանալի։
Արգամ Այվազյանը եւս ոչնչացումից փրկել է բազմաթիվ խաչքարեր ու կոտողներ, դրանց մասին թողնելով գրավոր փաստեր ու լուսանկարներ։ Այս աշխատությունը նա կազմել է իր նախորդ գրքերի հիման վրա, որոնք Նախիջևանյան ուսումնասիրություններ եւ վավերագրություններ են։ Փաստավավերագրական նյութը ներկայացնում է Նախիջևանում մինչև 1998-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում հրաշքով փրկված հայկական հուշարձանները, վանքեր, եկեղեցիներ, գերեզմաններ, խաչքարեր, կամուրջներ, որմնանկարներ, մանրանկարներ, կիրառական արվեստի նմուշներ։ Այնքան բան է տարիների ընթացքում Այվազյանը հավաքել, որ մի քանի սերնդի բավական է, որպեսզի խոր ուսումնասիրություններ անեն։ Եվ այնինչ որ հրատարակել է, դեռևս մեր ժողովուրդը ավելի պիտի խորանա դրա իմաստի մեջ եւ դրա կարեւորության մեջ, որովհետեւ նույնիսկ եթե ձեր քեզ զարգում որևէ ուրեմն ստեղծագործության ուսումնասիրության, պետք է անպայման ուշադիր նայես, թե Արգամ Այվազյանը ինչ է հրատարակել, որ ասենք Նախճեվանի տարածքում ստեղծված արվեստի գործերը ինչով են կապվում մյուս տարածքների արվեստի գործերի հետ, նույնիսկ Իրանում ստեղծված հայ արվեստի ստեղծագործությունների, որմնանկարների հետ, ինչպես են կապվում Նախճեվանի որմնանկարները։ Գրքում ներառված է 1000-ից ավելի լուսանկար։ Կից ներկայացված են տեղեկություններ, քարտեզներ, տվյալ շինության, եկեղեցու, պատմամշակութային կոտողի, բնակավայրի մասին։ Դրանք պատմական վկայություններ են, որոնք ապացուցում են, փաստում են, որ Նախիջևանը հայերի հայրենիքն է։ Ադրբեջանցիները որքան էլ ջանացել են այնտեղից ջնջել, ոչնչացնել հայկական հետքը, միևնույն է, չի ստացվել։ 1965 թվականից մինչև 1987 թիվը ես փաստորեն ամեն շաբաթ կիրակի արձակուրդային օրեր գարուն մինչև աշնան-վերջը Նախիջևանի տարածքում եմ եղել եւ հազարավոր կիլոմետրեր ոտքով շրջել, չափագրել, ուսումնասիրել այդ բոլոր հուշարձանները։ Շատ դժվարին աշխատանք է եղել եւ ինքս էլ հիմա զարմանում եմ ինչպես եղավ որ ադրբեջանցիների այսպես ձեռքից ողջ ու առողջ հասել եմ մինչև այսօր։ Արգամ Այվազյանի Նախիջևանի հայկական նյութական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը գիրքը հրատարակվել է բարերար Գագիկ Մելիքյանի մեքենասությամբ։